Գյուղում ունեցա, որ տեղ չկա, որ տես գնանք տարբեր տեղեր դասանենք, ստեղ ավելի հարմար գտանք։ Աղավնավանքի միջնակարգ դպրոցում դասերը ժամանակավոր անցկացնում են 5 կառույցի մարզադահլիճում ու հանդիսությունների սրահում։ Աշակերտները շատ չեն, կարողացել են սրահաբաժանել դասարանների, օգտագործել են 5 կահույքը։ Ձայները չեն խանգարում բացարձակ, քիչ են երեխաների, բայց ունենք նաև տեղ, որ երգիծողության, ասենք, դաս ա լինում կամ համակարգչային դասերը անց ենք ասում ուրիշ տեղ, որտեղ մի քիչ աղմուկ շատ է, այդտեղ երկրորդ հարկ ունենք եւ երկրորդ հարկում եւ հանդիսությունների սրահ ունենք։ Ժամանակավոր նաև նախակրթարանն են այստեղ տեղավորել։ Հնարավորության սահմաններում ստեղծել են պայմաններ եւ փոքրիկների եւ դպրոցականների համար։ Այստեղ աշխատելուն շատ չի մնացել։ Հին դպրոցին կից կառուցում են նորը, ժամանակակիցը։ Հին դպրոցը կառուցվել էր 1975-ին, խարխլվելու հիմնական պատճառը խոնավությունն է եղել, մոտ է գետին, նորը կառուցելիս հաշվի են առել բոլոր ռիսկերը։ Ամբողջ հիմքերը, որը շփվում է հողի հետ, ջրամեկուսացվում է, 2 շերտ տոլով եւ 1 շերտ պլանտերով։ Դպրոցի հիմքը մոնոլիթ հիմնային հեծաններից է սկսում, որտեղից բարձրանում են մոնոլիթ սյուները մինչև վերջ, շատ ամուր դպրոց կլինի։ Աղավնավանքի միջնակարգ դպրոցը երկհարկանի է 144 երեխայի համար։ Կլինեն լուսավոր ու ընդարձակ դասարաններ, վերազինված քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի լաբորատորիաների համար անհրաժեշտ գույքով, հնարավորություն կունենան օգտվել կանաչ էներգիայից։ Դպրոցը նաև հանդիսությունների համար նախատեսված նոր պայմաններ կունենա՝ մարզադահլիճ, մարզադաշտ, ջերմոց։ Շինարարության ընդհանուր մակերեսը կազմում է 1800 քառակուսի մետր, կազմված է 2 մասնաշենքից, դպրոցի եւ մարզադահլիճի։ Դրանք իրարից բաժանում են սեսմակայուն կարով։ Շենքը երկհարկանի է, միաձուլ երկաթբետոնից։ Աղավնավանքի դպրոցի շինարարությունը նախատեսում են ավարտել 2026-ի տարեվերջին, ներդրումը կգերազանցի 1 միլիարդ 50 միլիոն դրամը։ Տավուշի մարզում այս պահին պետբյուջեի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ակտիվ շինաշխատանքներ են ընթանում 18 կրթօջախում, կառուցվում ու նորոգվում են դպրոցներ ու կրթահամալիրներ, մանկապարտեզներ, վարժարան, միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզահրապարակ։